Ողջույն, այսօր խոսելու եմ Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող վտանգի, ազգային ժողովի կողմից կառավարության հակասահմանադրական ծրագրի հաստատման, Քոչարյանի նկատմամբ հետապնդումների և այս ամենի իրար հետ կապի մասին։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում անկախության հռչակագրի հղումը հանել Սահմանադրության միջից, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը 2021 թվականին ընդունել է որոշում թիվ 1590, որի 5.2 կետում հստակ նշվում է, որ Սահմանադրության նախաբանը, որտեղ ի դեպ հենց անկախության հռչակագրին հղումն է, 1-3 հոդվածները և 200-րդ հոդվածը ենթակա չեն փոփոխության, և նույն Սահմանադրական դատարանը 2024 թվականին արդեն 1749 որոշման 3.1 կետում նորից վերահաստատել է իր դիրքորոշումը և գրել, հիմա կարդում եմ Սահմանադրական դատարանի որոշումը։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին անխուսափելիորեն դասվում է նաև Սահմանադրության նախաբանը։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին. ինչպես եք դուք պատրաստվում հանել անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից, այն դեպքում, երբ նույն Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ դա անփոփոխ դրույթ է։ Պատրաստվում եք նորից ՍԴ-ի դիմաց ցույցեր անել, թե պատրաստվում եք ստիպել Սահմանադրական դատարանի դատավորներին ընդունել հենց իրենց իսկ որոշմանը հակասող որոշում, որով կարձանագրեն, որ այդ դրույթը կարելի է փոխել։ Հիմա դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, երբ դուք ցանկանում եք անկախության հռչակագրի հղումը հանել Սահմանադրությունից, երբ դուք հայտարարում եք, թե Հայաստանի 4-րդ հանրապետություն է ստեղծվում, դուք դրա ռիսկերը գոնե հասկանում եք, գոնե գիտակցում եք, թե ինչ վտանգներով է դա լեցուն։ Եթե չգիտեք, ասեմ, դուք ձեր այդ մոտեցումներով և Աստված մի արասցե, եթե դա իրական դարձնեք, Հայաստանի պետականությունը վտանգում եք, դուք դարձնում եք Հայաստանի պետականությունը խոցելի։ Եթե մինչ այս պահը Հայաստանի պետական շարունակականությունը վիճելի փաստ չէր, անվիճելի էր, դա հաստատուն փաստ էր։ Հիմա արդեն այն կդառնա բանակցային և վիճարկելի առարկա։ Դուք կատարելով Ալիևի ուղիղ պահանջը, իսկ անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելը Ալիևի ուղիղ պահանջն է։ Խոսքը չի գնում սահմանադրական փոփոխությունների մասին։ Դուք նորից կարող եք Սահմանադրություն փոխել, բայց առանց կպնելու անկախության հռչակագրին, որը միայն Ալիևին է պետք և միայն Ալիևն է դա պահանջում։ Դուք ի ցույց եք դնում աշխարհին այդ կերպ, որ Հայաստանը իր պարտվողական, զիջողական քաղաքականությամբ արդեն այնքան է հեռու գնացել, որ ուղիղ կատարում է Ալիևի պահանջը։ Դուք այդ կերպ մեզ դարձնում եք մի պետություն, որը պատրաստ է անվերջ գնալ զիջումների, դիմացը ոչինչ չստանալով։ Դուք փորձում եք քանդել այն հիմքերը, որի վրա ձևավորվել է մեր պետականությունը։ Դուք երբ որ խոսում եք 4-րդ հանրապետության մասին, գոնե գիտակցում եք, որ օրինակ աշխարհում պետություններ կլինեն, որոնք չեն ճանաչի այդ ձեր հայտարարած 4-րդ հանրապետությունը։ Նույն Ադրբեջանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը չի ճանաչում նման հանրապետություն, որ այդ տարածքում ինքը ճանաչում է միայն Արևմտյան Ադրբեջան։ Ինչ եք անելու այդ դեպքում։ Նորից կանգնելու եք հայտարարեք, որ դե ես չգիտեի, չէի հասկանում, լավ չէի ուսումնասիրել, ինչպես արեցիք նույն Արցախի հարցի դեպքում։ Երբ որ հայտարարում եք Արցախը Հայաստան է եւ վերջ, մի քանի տարի հետո էլ ասացիք այն ժամանակ դե չգիտեի, իրավիճակներ կային, փաստաթղթեր կային, որոնց չէի ծանոթացել։ Գուցե հիմա էլ կան այդ նույն իրավիճակները, այդ նույն իրողությունները, որոնց դուք դեռ չեք տիրապետում։ Գուցե դուք ինքներդ էլ չեք հասկանում, թե ինչի մեջ եք մտնում դուք ինքներդ եւ մտցնում մեզ բոլորիս, վտանգելով մեր պետականությունը։ Ո՞վ եք դուք, որ 10 միլիոն հայի փորձում եք թողնել առանց պետության։ Ես գիտեմ ով է ձեզ տվել այդ իրավունքը։ Եվ խոսքը ամենևին ձեզ քվե տված քաղաքացիների մասին չէ։ Խոսքը այն կիսաձևավորված էլիտաների մասին է, ովքեր հարստացան այս պետության, այս ժողովրդի հաշվին և դեռևս վերջնական չձևավորված որոշեցին դավաճանել այն նույն ազգին, ում շնորհիվ հարստացել էին։ Խոսքը հենց նույն Ռոբերտ Քոչարյանի մասին է, Սամվել Կարապետյանի մասին է, այն օլիգարխների մասին է, ովքեր կարծում են, թե ձեզ հետ պայմանավորվել են, համագործակցում են ձեզ հետ, ովքեր կարծում են, որ հանուն իրենց կապիտալի, հանուն իրենց անձնական շահերի կարելի է համագործակցել և սպասարկել կործանարար օրակարգը և փրկել իրենց կաշին, այսպես ասած։ Եկեք մի բան հստակ ամրագրենք։
Այն ընդդիմությունը, որը հիմա գտնվում է ազգային ժողովում, լեգիտիմացրել է այս նույն ազգային ժողովը, սպասարկում է այս նույն կործանարար օրակարգը, այդ ընդդիմությունից մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ։ Հիմա ում հետապնդեն, ում փորձեն հարստահարել, խոսքս խորհրդարանական ընդդիմության եւ օլիգարխիայի մասին է։ Դա որևէ պարագայում չպետք է դառնա օրակարգ, քանի որ այդ մարդիկ են ընտրել այս ճանապարհը, այդ մարդիկ են ընտրել լեգիտիմացնել ազգային ժողովը եւ այդ մարդիկ են ընտրել լինել այն վտանգավոր օրակարգի մեջ եւ համագործակցել իշխանությունների հետ։ Այս ընդդիմությունը ամենավտանգավոր եւ ամենախոցելի ընդդիմությունն է։ Հիմա ես դիմում եմ հենց իրենց։ Դուք դեռ ունեք ընտրելու հնարավորություն։ Դեռ մի փոքր ժամանակ կա, որ կարող եք ընտրություն կատարել։ Դուք որոշեցիք պայքարել ոչ թե հանուն պետության, ոչ թե հանուն ժողովրդի, այլ հանուն ձեր կապիտալի պահպանման։ Իդեպ սա նորություն չէ հայերի շրջանում, քանի որ մենք հիմա այլևս ժամանակ չունենք կեղծ բարեկրթություն խաղալու, ապա պետք է շատ անկեղծ լինենք եւ ասենք ճշմարտությունը։ Տարբեր դարերում, այո, հայերի մեջ եղել են մարդիկ, ովքեր գերադասել են իրենց ունեցվածքը, իրենց հարստությունը պետական եւ ազգային շահերից։ Գուցե հենց այդ մարդկանց էլ դուք վերցրել եք որպես օրինակ, ում ժառանգները հիմա շատ հանգիստ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում։ Բայց ի տարբերություն նախորդ դարերի, հիմա ձեր անունները իմանալու է յուրաքանչյուր հայ։ Երբ նախորդ դարերում նման հայերի անունները այսօր տարածված չեն եւ հայությունը չգիտի, ձեր պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, կգրվեն գրքեր, կգրվեն ու կնկարահանվեն այնքան նյութեր, որ 10 միլիոն հայից չլինի մարդ, ով չիմանա, որ դուք սպասարկել եք եւ ծառայել եք այս վտանգավոր պետականաքանդ օրակարգին։ Հիմա դուք հնարավորություն ունեք ընտրելու կամ գալ հայկական օրակարգ, աջակցել հայկական օրակարգին առանց որևէ պահանջի, որովհետև պահանջելու իրավունք դուք չունեք։ Դուք պետք է աջակցեք այն ազգին, այն պետությանը, որի շնորհիվ դուք այսօր ունեք այդ կապիտալը, հանուն որի դուք որոշել եք փուռը տալ, այսպես ասած, այդ նույն ազգին։ Ինչ վերաբերում է հետապնդումներին, ես դեռևս 1 ամիս առաջ զգուշացրել էի Ռոբերտ Քոչարյանին այս ամենի մասին։ Հիմա զգուշացնում եմ Սամվել Կարապետյանին։ Եվ թող ձեզ չթվա, որ դուք եթե բարեկիրթ լինեք, սուսուփուս լինեք, որոշեք տեղավորվել այս օրակարգի մեջ, ապա խուսափելու եք սրանից։ Չի լինելու նման բան։ Նիկոլ Փաշինյան, դուք նեղանում եք, երբ որ ձեզ դավաճան են ասում, երբ որ դուք հրաժարվում եք հայոց ցեղասպանության ճանաչումից, արցախահայության իրավունքներից, հրաժարվում եք Արարատը օգտագործել որպես սիմվոլ, անկախության հռչակագրից, երբ ձեր կինը փորձում է հայ ընտանիքի մոդելը ներկայացնել որպես բռնություն թաքցնող։ Այն պարագայում, երբ որ Հայաստանը այնպես չէ, որ աշխարհում միակ երկիրն է, որտեղ կա ընտանեկան բռնություն։ Աշխարհի բոլոր երկրներում էլ դա կա։ Ինչու եք դուք սա անում։ Ինչու եք քանդում այն ամենը, ինչի վրա հենվում է այս ազգը եւ պետությունը։ Ինչու եք քանդում այն ամենը, ինչ մեզ դարձնում է ազգ եւ պետություն։ Ինչպես ձեզ անվանենք այս դեպքում։ Հիմա դիմում եմ բոլոր հայերին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում են գտնվում, հարգելիներս, ուշքի եկեք, մասնավորապես իմ սերնդի ներկայացուցիչներին, սա մեր հարցն է, կամ մենք կապացուցենք աշխարհին, որ մարդ ենք, ով ունի սրբություն, արժանապատվություն, ավանդույթներ, արժեքներ, կամ ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ մենք բույս ենք, ով մտածում է միայն ուտելու, քնելու եւ բազմանալու մասին։ Հիմա մենք կանգնած ենք այս ընտրության առջև եւ յուրաքանչյուր հայ պետք է կատարի այս ընտրությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն։